Ուկրաինական պատերազմ նաև այսպիսի հարց է եղել, գտնենք այս հարցի միայն մեկ պատասխան, ինչ է ուկրաինական պատերազմը տեղի ունեցել, ինչի Պուտինը 2022 թվականի փետրվարի 24-ին ներխուժեց իբր լայնածավալ Ուկրաինա։ Եվ գտնենք այս հարցի համար նույնպես բոլոր շոշափող կամ այդ բլոգերներ եւ այլն եւ հեռուստաընկերություններ, որոնք խոսում են, միայն մեկ պատասխան, որը կլինի համոզիչ պատասխան, բոլոր հարցերը այդտեղ արդեն լուծված կլինի։ Եթե չկարողանանք, ուրեմն կա նաեւ այլ պատասխան, որը մենք չենք կարող գտնել այդ պատասխանը։ Բայց քանի որ ամեն հարցի մասին խոսում եմ, դրա համար այստեղ նույնպես գտնենք միայն մեկ պատասխան, ուկրաինական պատերազմը ընդհանրապես ինչի համար էր։ Նախ մինչև այդ տեսնենք այստեղ այս անձնավորությունը։ Այս արկահոլիկ բրուտների լրտեսը Քլինտոնին հայտնեց, որ մենք ունենք մի զենք, որը տեղադրված է այս մասում, եթե մենք ցանկանանք դա բաց թողնել, ապա այսպես այս ամբողջը կարող է մի 5-10 րոպե օդը պլազմացնել օդը, դա նշանակում է օդը, քանի որ ինքը հանդիսանում է գազ, օդի մեջ մտնող նաև կոմպոնենտները թթվածին եւ այլն, ապա նա կդառնա պինդ նյութ եւ մարդիկ չեն կարող շնչել, շնչահեղձ կլինեն։ Եվ ասաց, որ այդտեղ նույնպես կարող ենք համագործակցել, այդ սարքը նույնպես կարող ենք ձեզ տալ։ Եվ քանի որ մոտ օրերս տեղի ունեցավ նաեւ մեր հիշողությունը Գյումրիի երկրաշարժի օրը, ապա ասեմ, այդ սարքը նույնպես ռուսներն ունեն։ Հայերի մեջ տարբեր արտահայտություններ կա, տարբեր թեզեր կան, իբր Նախիջևանում տեղադրել են ռումբեր, որոնք այդտեղ ռումբերը պայթեցնելուց հետո մեր տարածած շրջանում տեղի ունեցել երկրաշարժ։ Բայց դա այդպես չէ, այդ երկու մեքենայից է կազմված դա, որոնք իրար հետ միացվում են երկու ֆուռ, այդ կարգի մեքենա, որը 2005 թվականին Պուտինը վաճառեց Ամերիկային, եւ Ամերիկան, ինչպես հիշում եք, նահանգները այս գազիներում երկրաշարժներ կատարեց։ Այդ սարքի միջոցով է առաջինը Հայաստանում կատարվել այդ երկրաշարժը։ Ես ինչի այդ մասին կոնկրետ եւ համոզված եմ խոսում, երբ որ ճապոնացի մասնագետները եկան, նրանց բացատրությունների ժամանակ եւ բոլոր բացատրությունների ժամանակ ես ներկա եմ եղել։ Եվ ճապոնացին բացատրեց, որ երկրաշարժները լինում են երկու տեսակ, կամ հորիզոնական, կամ վերտիկալ, իսկ մեր մոտ տեղի ունեցավ եւ հորիզոնական եւ վերտիկալ։ Ես ինքս գտնվելով երկրաշարժի շրջանում, երկրաշարժի տակ, երկուսն էլ գետնի վրա եմ եղել, երկուսն էլ զգացել եմ։ Եվ միայն այդ սարքը, որը վաճառեցին Ամերիկային 15 միլիարդ ԱՄՆ դոլարով, այդ սարքը ինչ է կատարում։ Նա կատարում է ռեզոնանս, տատանումներ, եւ այդ տատանումները համընկեցնում է, քանի որ երկիր մոլորակը, երկրի ուղեծիրը դա իդեալական հարթ ուղեծիր չի, ունի տատանումներ, եւ այդ 30 մետր վարկյան արագությամբ արևի շուրջը պտտվելով, այդ ժամանակ նրանք ստեղծում են ռեզոնանս, տատանումներ, որը համընկնի դրա հետ եւ
ուղղորդել են դեպի Հայաստան։ Դրա համար տեղի ունեցավ նաև Վրաստանում, Թիֆլիսում դա ազգացին եւ ամբողջ հյուսիսային Հայաստանում այդ ամենը տեղի ունեցավ։ Միևնույն ժամանակ նաև Սպիտակի մոտի գյուղի անունը չեմ հիշում, այդտեղ քանի որ կար նաև ռուսական ավիաբազա, սարի մեջից պրուժինի վրա էին դնում ինքնաթիռները, որոնք թռչում էին, այդտեղ նույնպես ինքնաթիռները հանել էին եւ ռումբեր էր տեղադրված եղել, եւ դա նաև ուժգնացրել էր, դրա համար Սպիտակում ամենից ուժեղ հեկաշարժը տեղի ունեցավ։ Եվ այդ սարքն են նույնպես վաճառել նրանց։ Իսկ եթե ռուսները այդքան աշխարհակալ էիք Ելցին եւ դրանից հետո Պուտին, ապա կարող էիք այդ սարքի միջոցով ոչ թե եկաշարժ ստեղծով, այլև նաև եկաշարժ ստեղծով սարքով, այդ պլազմային սարքով տեղադրել այստեղ եւ ամբողջ Եվրոպայի շնչառությունը 10-15 րոպե կտրելով ամբողջ Եվրոպան ձերը կլիներ։ Եվ ինչ է ձեր այս կապիկությունները, երբ որ հայ-ուկրաինացի եւ ջհուդ ինժեներատեխնիկական գիտական աշխատողները այդ ամենը կատարել են ձեզ համար, եւ այսօր փորձում եք նորից խաղ խաղալ, իբր դուք պետություն եք կամ դուք Ռուսաստանի ղեկավար եք հանդիսանում, ինչպես այս տականքն է խոսում հիմա, իբր ինքը Ռուսաստանի ղեկավարն է եւ Ռուսաստանի համար մտածող։ Այս ամենը սրանք բոլորը խաղեր են։ Եվ եթե տեսնում եք հիմնականում խաղի մեջ են սրանք են խաղի մեջ։ Ինչ է կատարվում։ Այս անձնավորությունը հանձնարարել է այս երկուսին դնելով, ճիշտ է, այլ ճանապարհով ոչ ինքը միանգամից, սա Գերմանիայում պատրաստվեց եւ մինչեւ օրս էլ Գերմանիայի կողմից է ստանում, այստեղից գալիս է Գերմանիա, Գերմանիայից Ռուսաստան, որ չհասկանան էլ կենտրոնը իբր որտեղից է, ստանում է հրահանգները կատարում։ Հիմա էլ այս տականքը, այս լրտեսը իր հրահանգները ստանում է Լավրովի միջոցով։ Լավրովը գնալով տարբեր սրանց այդ հանդիպումների, այստեղից գալիս է հրահանգը սրանք ուղարկում են սրան եւ այս նույն կապիկությունը, այս երեքը, նաեւ սրանք, նաեւ որոշ ժամանակ սրանք սկսում են այդ ամենը հաչալ։ Ես բացատրում եմ շատ հասարակ ձևով, որովհետեւ հասկանաք, եթե լավ մարդ էիր, ռուսների համար մտածող եւ փորձում էիր նորից վերականգնել սովետական միությունը, ապա սրան դրել էիր արդեն, Յանուկովիչ էր կարծեմ ազգը սրան դրել էիր, ինչպես Լուկաշենկոին էիք դրել եւ Լուկաշենկոն ոչ թե ինքն է զսկում Ռուսաստանը, Բելարուսիան, այլ Մոսկվայի ՖՍԲ-ն, նույնը սրան ՖՍԲ-ով սկեիք եւ ամբողջ Ուկրաինան դարձնեիք ձերը։ Այսինքն այդտեղ այդ չէր հարցը, սրան դրեցին իբր սա էլ ալիբի է, որտես դրեցի, բայց չկարողացավ ինքը, սա է մեղավոր։ Բայց ես փորձում եմ վերադարձնել Ուկրաինան մեզ, քանի որ դա մեզ համար կարևոր է։ Ուկրաինան իրենց համար կարևոր է մի քանի ասպեկտով, եւ նրանք հեռացնում են Ուկրաինան իրենցից։ Առաջին ասպեկտը դա Դոնեցկն է, Դնեպրոպետրովսկը եւ այդտեղի բոլոր գործարանները։ Պլյուս դրան Ղրիմը որպես նավահանգիստ, որովհետեւ թուրքերը եւ այլն չկարողանան այդտեղ ներխուժել, իբր չներխուժել։ Իսկ երրորդը դա Ուկրաինայում էր կատարվում ատոմային զենքերի պուսկի այդ, որը պետք է նրան արդեն պայթելու ժամանակ տար այդ հնարավորությունը, այդ սարքը, որը Ուկրաինան արդեն մի քանի տարի հրաժարվել էր տալ սրանց եւ
1200 ռուսական ատոմային զենքերից միայն մի 40-50-ն են, որոնք տեղադրված են այդ Իսկանդեր եւ այլնի վրա, դրանք են պիտանի, իսկ սովետական միության ժամանակ ստեղծվածները արդեն ժանգոտված այդ սարքերը, ինչպես հրացանի կամ պիստոլետի պատրոնին հետևից հարվածում է, պայթում է բարութը եւ շպրտում նրա այդ առաջնամասում գտնվող մարմինը, որը նա է հարվածում հակառակորդին կամ զոհին, նույնն է այստեղ, որպեսզի ատոմային պայթուն տեղի ունենա, բարդ նման սարք է, որը իրենք չեն կարողանում պատրաստել, բայց այս ամենը սա բլեֆներ է, քանի որ բոլոր սովետական միության հանրապետություններում արտադրված ամեն ինչի գլխավոր գծագրերը գտնվում էին Մոսկվայում։ Այսօրվա պայմաններում, ցենցեի պայմաններում կարող էին Մոսկվայում, Ռուսաստանում այդ ամենը արտադրել։ Սա իր արկահոլիկ խմբով միասին փորձում են նաև Ռուսաստանի ժողովրդին շեղել, թե ինչն է պատճառը։ Նաև այստեղ մասնակցում է սրանց այս անձնավորության շակալը։ Սրանք 1000 տարուց ավելի շակալի գործողություն են կատարում։ Նաև կխոսեմ մեկ ֆիլմ Թուրքիայի մասին, որովհետեւ Թուրքիայում բնակվող բնակչությունը, որոնք իբր թուրքեր են, բայց նրանց գեներում սերբերի, խորվաթների, հույների, հայերի, սիրիացիների արյուն է հիմնականում հոսում, իսկ թուրքական արյուն ընդհանրապես չկա, միացյալ երկիր է այդ գեների, որպեսզի հասկանան իրենք ով են, եւ խոսեմ նաև իրենց սուլթանի մասին, որպեսզի սրանք հասկանան, որ սրանց համար Հայաստանը վերացնելուց եւ այլ գործողություն կատարելուց համար իրենք բեռ են, իրենք նույնպես պետք է ոչնչանան, ինչպես առաջին համաշխարհային պատերազմից հետո, որ գենոցիդ են կատարել հայերին, ցեղասպանություն, մինչև օրս ոչ Եվրոմիություն են ընդունում, ոչ էլ նորմալ պետություն են կարծում, բայց սա ասում է, դե դա ոչինչ, կատարեք դուք ձերը, այսինքն սրանք կատարում են սրա շակալի գործողությունները, որոնք հետո նույնպես իրեն պետք չեն լինի, այս տականքի կատարածը, ինչ կատարում է, ամբողջի հեղինակը պատվիրատում ինքն է, եւ այստեղ հարցը որն է, գանք հիմնական հարցին, ուկրաինական պատերազմին, եթե մենք դիտարկում ենք Ուկրաինան 1921 թվականից հետո, ապա տեսնում ենք այսպիսի քարտեզ, իսկ սա ինչ է նշանակում, այսինքն 39-ից 45 թվականներին Ուկրաինան մեծացավ ի վնաս Լեհաստանի, այս բոլոր հողերը լեհական հողեր են, այս մի մասի հողը, սա չեխական հողեր են, և Լենինի ժամանակ ռուսական ցարերի բոլոր հողերը տրվեց, այս մասը տրվեց Ուկրաինային, ինչպես գիտենք 54 թվականին նաև Ղրիմը Խրուշչովը տվեց Ուկրաինային, այս ամենը փաստ է, եթե չգիտեք, ապա իմացեք, այս ամենի մասին ես շատ վաղուց լավ էլ իմացել եմ։ Գանք ավելի խորը քննարկելու այս ամենը, պատերազմ։ 14 թվականին սա Դոնեցկ, Լուգանսկ եւ հետո այս մեծածավալ պատերազմը։ 1917-18 թվականին Ուկրաինան, 1900,
Եվ այստեղ Ռուսաստանը ոչնչացել է այս մասերը։ Ինչն է այստեղ հարցը։ Ուկրաինան, եթե սովետական միությունը վերցնենք, Ուկրաինան նա երևի իր տարածությունով, եթե 100 անգամ է մեծ Հայաստանից, ապա 1000 անգամ Հայաստանին կուտեր իր տնտեսությամբ, հատկապես ռազմական։ Բայց քանի որ Հայաստանը եւ Հայաստանի տարածությունը եւ բնակչությունը համեմատած Ուկրաինայի տարածությանը եւ բնակչությանը, Հայաստանը զբաղեցնում էր առաջին տեղը ըստ իր բնակչության եւ տարածության արդյունաբերության մեջ եւ զինվորական եւ ընդհանրապես արդյունաբերության մեջ, եւ Ուկրաինան զբաղեցնում էր երկրորդ տեղը։ Իսկ եթե մենք վերցնենք Ուկրաինա-Ռուսաստան, ապա Ուկրաինան Ռուսաստանին 5-10 անգամ կրում էր իր ունեցած տարածությունով եւ գործարանների քանակով եւ որակով։ Այսինքն Ուկրաինայում էր պատրաստվում հիմնականում ինժեներատեխնիկական եւ Հայաստանում ինժեներատեխնիկական եւ գիտական, եւ նաեւ այս երկուսին գումարենք նաև ջհուդներին, այս երեքն էին զարգացնում Սովետական միությունը։ Որպեսզի ուկրաինացի, քանի որ Եվրոպայում նրան չէին էլ ընդունում, կարողանան ոչնչանալ եւ բեռ չլինել բրուտի համար, նա պետք է ուկրաինական խելքը ոչնչացնի նաև տարածությունը, որպեսզի մարդիկ ընկնեն տարակուսանքի մեջ։ Միևնույն ժամանակ նրան պետք է նաև Ռուսաստանին թուլացնի, որքան հնարավոր է։ Դրա համար դրեցին այս երկու տականքներին։ Այս տականքին խոստացան, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում մոտավորապես մի քանի միլիարդ դոլարի կունենաս ներդրումներ, գործարաններ, ֆաբրիկաներ, ֆիրմաներ, ոչ թե գործարան, ֆաբրիկաներ, ֆիրմաներ, անցած ֆիլմում կարծեմ ասացի այդ մասին, թաղման բյուրոից մինչև ծաղկի խանութ եւ այլն։ Եվ դրանով դու կապրես, ոչնչացրա Ուկրաինան, իբր պաշտպանում ես Ուկրաինան։ Դրա համար իբր տեղի ունեցավ ուկրաինական պատերազմը։ Հիմա մեկ նշում կատարեմ նաև ցարական Ռուսաստանի ժամանակ, երբ որ ցարին բրուտները գահանկեց էին անում, այդ ժամանակ Կիև եկավ Լոնդոնից մեծահարուստ մի մարդ, որի բերած հարստությունը ավելի մեծ էր, քան ամբողջ Ռուսաստանի այդ իշխանական կազմի ունեցած հարստությունը։ Եվ նա եւ լատիշական Ստրելկովայա դիվիզիան այդ երկուսը միասին կատարեցին հեղափոխությունը եւ այս անձնավորության հարազատին հոր կողմից Ռուսաստանի ցարին գլխատեցին, քանի որ ինքը նաեւ բոլոր իր հարազատները, բոլոր թագավորները հանդիսանում են իրենց հարազատները։ Հայկական կենտրոնական կառավարության վերացումից հետո 3000 տարվա ընթացքում, ինչպես նաև մեր Տիգրան Մեծ եւ այլ թագավորները արինակցական կապեր ունեն, եթե ոչ իրենց հետ, Ավստրիայի հետ, Իտալիայի հետ եւ այլն, եւ վերջում կապերով գալիս է, որ բոլորը մի խնամի բարեկամներ են սրանց հետ։ Այդ մասին, եթե կուզեք, նորից ինչ-որ ֆիլմ կպատրաստեմ, կխոսեմ։ Ես այստեղ հարցն էր ոչնչացնել Ուկրաինան եւ Ռուսաստանը, որը երկուսն էլ լավ կատարում է։ Եթե դա էլ ձևով սա կատարեր, կասեին Ռուսաստանի թշնամին է այս տականքը։ Բայց քանի որ իբր պատերազմ ստեղծեց Ռուսաստանին իբր լավ լինելու համար, սա էլ իբր պաշտպանում է Ուկրաինան, սկսվեց այդ պատերազմը։ Եթե արևմուտքը ցանկանար, արևմուտքը ասեմ այդ բրուտին նկատի ունեցեք, արևմուտքը ցանկանար, ապա կարող էր մեկ օրում պատերազմը կանգնեցնել, երկուսն էլ իր շներն են։
Եթե ոչ, ապա զենքի միջոցով կարող էր սրան ծնկի բերել։ Այստեղ հարցը նա է, որպեսզի գործարան, ֆաբրիկաներ, տներ, ամեն ինչ ավերվի, վերանա այստեղ։ Միևնույն ժամանակ ուկրաինացիների մեծ մասը Եվրոպա, Ռումինիա, Լեհաստան, Գերմանիա են տեղափոխվել, եւ որպեսզի նրանք այլևս այնտեղից չվերադառնան, եւ այդ երկրներում էլ ստեղծվի նույնպես քաոս, քանի որ քաոսը դա բրուտի ամենաերջանիկ պահն է։ 4 տարեկան լակոտի նման ամբողջ աշխարհը քաոսի մեջ լինի, ինքը դրանից ուրախանում է, որ կարողանում է նման բան անել։ Եվ այս երկուսը փայլուն ձևով այդ ամենը կատարեցի։ Եվ այստեղ, եթե մենք դիտարկում ենք, ով հաղթեց այս պատերազմում, այս պատերազմում հաղթեց իհարկե միայն ինքը, ինչի համար։ Երկուսն էլ պարկեր մնացին, այսինքն սրանց գումարները սառցվեց, տրվեց իբր սրանց, բայց տրվեց սրան, դա այն գումարներն էր, օգուտներն էր, որ ստացել էին նավթից, գազից, սա պետք է իր տոկոսները տաներ, սրանց տվեցին գումարներ, իբր այդ գումարներն է, բայց այս բոլոր երկրները մուծվեցին, սրան տվեցին գումար, սա այդ գումարները տարավ այստեղ, դրեց իր ֆիրմեքի մեջ եւ ժողովուրդը սկսեց աղքատանալ եւ միևնույն ժամանակ ոչնչանալ երկուսի երկիրը։ Իբր հետագայում կարող է իբր վերականգնելու համար սրանց գումար տան, հետո ընկնի պարտքերի տակ Ուկրաինան եւ նաեւ սա, ինչպես երկրորդ համաշխարհային պատերազմից հետո դա կատարվեց։ Այս ամենը մեծ հաղորդում պետք է լինի, որպեսզի կարողանամ ամբողջը փաստերով նաեւ ասել։ Եվ այստեղ նաեւ ամենակարևոր հարցը, երբ որ այս պատերազմը տեղի ունեցավ երկրորդ անգամ, բացի Դոնեցկ, Դնեպրոպետրովսկ, Լուգանսկ եւ նաեւ Ղրիմ, ինչի նաեւ սկսվեց այս պատերազմը, այս պատերազմը ասացի ինչի համար ստեղծվեց եւ սրան պետք է մարդականակ, բայց նորմալ մարդականակ, իսկ նորմալ մարդականակին նրանք ինժեներատեխնիկական աշխատողներին երբեք չեն տա $2000 ավել փող, երևի 200-300 տան, դրանով նրանք չեն գա աշխատեն այս տականքի համար։ Այս տականքի միայն Մոսկվայի, ինչպես Երևանի թաղապետն է ընտեղել ռայոնը, Մոսկվայի մի ռայոնի շեֆի զամի տանից հանել են 5-ը 4-ի վրա սենյակ, 3 մետր բարձրությամբ, մինչև պատալոկը ավելի շատ գումար, քան ունեցել է Բիլ Գեյթս, 60 միլիարդից ավելի ԱՄՆ դոլար են հանել այնտեղից։ Իսկ սրա գումարները, երբ որ ասում եմ տրիլիոնից ավել գողացել է, սրանք գողանում են, այսինքն նավթն ու գազը դա իրենցն է, ինչ վաճառում են իրենցն է։ Իսկ Ռուսաստանի ժողովրդին սրանք այս տականքը պահում է միջին ֆիրմաների եւ արտասահմանյան մեծ ֆիրմաներից սկսած օգուտները, որը գալիս է պետությանը, դրանով պահում է ժողովրդին եւ երկիրը։ Իսկ այդ գումարները, այդ հանքեր, մանքեր, ամեն ինչ բաժանված է, ինչպես Հայաստանում, այնպես էլ սրանց մոտ։ Այս հանքերից այսքանը իրենն է, այսքանը նրանն է, դրա համար Ռուսաստանը, եթե դուք համարում եք երկիր, դա երկիր չէ, սրան դրել են հատուկ դրա համար, որ Ռուսաստանը ոչնչացնի, այս ծաղարացու տականքին էլ Նիկոլի նման այս երկուսը, սրան էլ դրել են Ուկրաինան վերջնականապես ոչնչացնի։ Ուկրաինան սովետի քանդվելուց հետո շատ վատ իրավիճակում էր, քանի որ ղեկավարները չէին կարողանում կարգի բերել երկիրը, քանի որ այնպիսի գործարաններ էր այնտեղ, որ դրանք կամ պետք է արտադրեին, չգիտեին էլ ում վաճառեն այդ ամեն ինչը։ Բացի դա, Ուկրաինայում այս մասերից մինչև այստեղ 1000 կիլոմետր շառավղով, մեկը այսպես, ատոմային զենքերը գետնի տակ թունելով սկսել են շարժվել, որպեսզի արտասահմանում չհասկանան։
եւ ամեն մեկը ունեցել է 4-ից մինչև 12 հորեր, թե որտեղից կարող է դուրս գալ եւ հարվածի։ Ուկրաինայում տեղադրված սովետական միության գումարները ավելի շատ են եղել, քան ամբողջ սովետական միությունում տեղադրված։ Դրա համար Բրուտին հարկավոր էր, որ այս երկու տականքը Ուկրաինան վերջնականապես ոչնչացնի։ Թեպետ այդ շախտերը այդ ամեն ինչը կարող էին նորից դա օգտագործել, նորից ստեղծել ատոմային զենք եւ այլն։ Բացի դա Ուկրաինայի հողերը մինչև 1-2 մետր սևահող է նրանց մոտ։ Ցարի ժամանակ Ուկրաինան էր եւ սովետական միության մինչև 30-ական թվականները Ուկրաինան էր տալիս սովետական միության հացահատիկը ամբողջ երկրին, ամենալավ հողային տարածություններն են։ Եվ այս ամենը կատարվել է նրա համար, որպեսզի ոչնչացվի պետությունը։ Միգուցե հետագայում Բրուտը նաև սա սկսի բաժանել մասերի, նորից լեհերին տա, բայց ուկրաինացիների հետ միասին, մի մասը ռուսներին, քանդեն ավիրեն, մի փոքր մնա ինչպես Ուկրաինա։ Եվ իբր այստեղ այս Տրամպը սրա հետևն է լվանում, որ բերեք համաձայնվենք դրան, հետո Եվրոպան սրանք էլ հակառակ են կանգնում դրան։ Սրա իմաստը դա է, որպեսզի ձգձգվի, որքան ձգձգվի, այնքան կթուլանան, այնքան կաղքատանան, այնքան մարդիկ կմահանան։ Եվ այս բոլորի տիրոջ ցանկությունը դա է։ Նրանց պետք չէ հզոր Ուկրաինա Եվրոպայի կենտրոնում, հենց Եվրոպայի կենտրոնում։ Իսկ հիմնական ամենակարևոր հարցը ուկրաինական պատերազմի գագաթնակետը, որը ինչի համար ուկրաինական այս երկրորդ պատերազմը տեղի ունեցավ։ 20 թվականին այս տականքը եւ Լավրովը ստիպեցին Նիկոլին, որպեսզի Արցախը տա Ադրբեջանին։ Եվրոպան լուռ էր, եւ ԱՄՆ եւ Ֆրանսիան լուռ էր, կարային 3 համանախագահները բարձրացնեին այդ հարցը, որ անմիջապես պետք է տաս, չէ, սրանք ստիպեցին պետք է տաս։ Բայց սրանք նույնպես խաբում են, որ ասեցին 5 մասը տուր, ասել են պատերազմով եւ այդ գումարները Նիկոլը ինչ որ ստացել է, նաեւ սրանք են ստացել իրենց փայը։ Իսկ 22 թվականին ինչին նա մտավ Ուկրաինա, հենց այստեղ է ամենամեծ գաղտնիքը, ինչի մտավ։ Որպեսզի աշխարհը եւ մարդիկ չհասկանան, որ սա մտավ Ուկրաինա, այլևս չունի հնարավորություն, թույլատրել է էկոնոմիկան, շրջափակման մեջ է տնտեսությունը եւ այլն, որպեսզի այստեղ արդեն իսկ դա նորմալ ռուսները կհասկանային նորմալ պայմաններում, Հայաստանն ու Վրաստանը զիջվի Թուրքիային, որպեսզի կարողանան ստեղծել իրենց ասած մեծ Թուրանը։ Իսկ Թուրանը ոչ թե դա Թուրքիայի ցանկությունն է, Թուրանը դա Բրուտի ցանկությունն է։ Թուրանով խեղաթյուրում է այստեղ գտնվող ազգերին, միևնույն ժամանակ այստեղ գտնվող ազգերին դարձնում է փալաս սրանց ձեռքին իբր։ Այս ամբողջ այստեղի բնակչությանը։ Որից հետո, ինչպես ասել եմ, ամենակարևոր հարցը Բրուտի համար 10-15 տարի է իր նշանակած սահմանը, որպեսզի վերացվի ատոմային հարվածով, վերացվեն սրանք։ Այսպես էս ամենը վերանը։ Իրենք ատոմային հարվածի տակ չեն մտնում։ Ինչի Պուտլերը չի հարվածում ատոմային հարվածով Ուկրաինային։ Եվ ինչի համար կատարվեց Ուկրաինայի Չեռնոբիլը։ Չեռնոբիլը կատարվեց նրա համար, որպեսզի հասկանան Պրոմենյավանին որքան է ռադիացիոն ալիքները տարածում, եւ տեսել էին, որ այսպես
ռադիացիոն ալիքները Ուկրաինայից տարածվել են այստեղ։ Եթե Պուտինը հարվածում է Ուկրաինային, նույնպես կարող է սրանց մոտ նաև որոշ չափով լինել այդ ամենը, որպեսզի դա չլինի, պաշտպանված լինի հենց ինքը, դրա համար հարձակումը կատարելու են այստեղից երկու կողմանի հարձակում, եւ այս կողմ, եւ այս կողմ, եւ սրանց։ Այս է ամբողջ սրա նպատակը, ինչպես ասում են, շանը ցույց են տալիս ինչ-որ մի ոսկոր, նա այստեղի վրա հաճում է, բայց այստեղից տիրոջ ամեն ինչը տանում են, եւ սա ամենամեծ տականքը սա, որը կատարում է բրուտների այդ կեղտոտ խաղը, նպատակը հենց սա է, եւ հայ այդ ռուսական պուտինականներն էլ ասում են, դե ինչ անի Ուկրաինայի հետ պատերազմի մեջ, թող չմտներ Ուկրաինայի հետ պատերազմի մեջ, ով էր իրենց ստիպել, եւ այստեղ նաեւ ես հիշում եմ 2009-10 թվականներին, երբ որ սա արտահայտեց, որ Պուտինը լինելու է երրորդ համաշխարհային պատերազմի Հիտլերը, երբ որ սրան արտասահմանյան լրագրողը հարցրեց, ասեց, այսպիսի բան է ասել, դուք ինչպես պատասխանեցիք, կամ ինչպես կպատասխանեիք սրան, այս տականքը պատասխանեց, ես չեմ հավատում նման բան, թեպետ իրենք էլ լավ գիտեին, իրենց հեռուստաալիքներն էլ եւ իրենց սայթերն էլ այդ մասին հազարավոր գրություններ կար, ես իրենց տանը եղել եմ, մոր հետ հանդիպել էր, հնարավոր չի, որ նա ինձ նման բան ասած լինի, այսինքն արդեն նրան գտնվել էր, որ Պուտլեր, դու լինելու ես այդ Պուտլերը եւ վերջ, եւ այստեղ ինձ թվում է արդեն հասկացաք, թե պատերազմի իմաստը որն է, սրանք պատերազմը, քանի որ ատոմային պատերազմ է գնալու, իրենց տարածությունից նաև սանք է, այս ամբողջն է իրենց տարածությունը, այս անգլոսաքսերին, որ վերցնում ես, իրենք այս ամբողջս, նաև սրանց էլ են ոչնչացնելու, այս ամբողջը կղզիներով, այս ամբողջը իրենցն է, եւ թող պայթյունները լինեն այստեղ, սրանք կոչնչանան, թե ինչ կլինեն, իրենց հետաքրքիր չի, բայց ամենից վտանգավոր տեղը դա Արարատ լեռի եւ Հիմալայան լեռների մոտ է, քանի որ այդտեղ երկրի կեղևը ավելի քիչ հաստություն ունի, քան մյուս վայրերում եւ կարող է նաև երկիր մոլորակի վերջը գա այստեղ, նրանք այդ հաշվարկները չեն հասկանում, բայց նրանց իրենց տերը հրահանգել է եւ նրանք պետք է այս քայլը կատարեն, դրա համար մեկ հարվածով բրուտը այս երկուսի պատերազմով որոշեց մի քանի հարց, նախ այստեղ բացում է Թուրանի հարցը, Ուկրաինային որպես եվրոպական ամենազարգացած երկրներից մեկը, որը ունի այդ հնարավորությունը եւ մարդկանց քանակով եւ ինժեներատեխնիկական գիտական աշխատողներով ունի կարող է եւ տարածությունն է այնպեսին, որ կարող է ոչնչացնել, միևնույն ժամանակ տեսնել, թե սա ինչ ունի, սրանց ոչնչացնել, հետագայում այս հարցն է, բոլորին կրտել եւ վերացնել։ Ուկրաինական պատերազմը, եթե ձեզ թվում է, որ պետք է ավարտվի, դա ընդհանրապես կարող է չավարտվել, կարող է ավարտվել միայն այն ժամանակ, երբ որ սրանք արդեն այս ամենը վերցնեն եւ այստեղից արդեն սկսվի ամեն ինչ եւ ավելի իրեն վիգտնի է չվերջանա եւ մարդիկ զբաղվեն անընդհատ սրանով, իսկ այստեղ իրենց գործողությունները կատարեն։ Իսկ այժմ վերադառնանք մեզ եկեղեցիների քանակը։ Մինչև 1991 թվականը Հայաստանում սովետական միության ժամանակ քանդվել են եկեղեցիները, այս ամենը կարդացեք, սովետները քանդել են եկեղեցիները, մի քանի գործող եկեղեցիներ կար, մի քանի խոշոր քաղաքներում եւ այլն, եւ կային սարերի գլխին եկեղեցիներ, որտեղ մարդիկ գնում աղոթում էին։ Իսկ սովետական միության քանդվելուց հետո 91 թվականից հետո
Հայաստանում ավելի քան 150 եկեղեցի եւ վանք է վերանորոգվել եւ նորերը կառուցվել։ Իմաստը, եկեղեցու իմաստը։ Եթե մենք վերցնում ենք այդ ամենը եւ իմաստը հասկանում, դոդիկը եւ լֆիկը հանդիսանում են սրա շնիկները։ Այս տականքի լվացքատունը Հայաստանում սրանք են։ Ձեզ թվում է սա հեռացավ, կամ Ելցինը, որ սատկեց հեռացավ, չէ, Ելցինի ընտանիքը փայատել է Պուտինին այդ Ռուսաստանից, ինչպես նաև Եվրոպայում, որ երկիրը ցանկանում է, կասեք, ես կասեմ, ղեկավարը իրականում ով է եւ այսօր ով է դրված եւ նա այդտեղ ինչ փայ կարող է ունենալ այդ հին սոցիալիստական երկրներից, որին ցանկանում եք գրեք, ես կարող եմ դա պատասխանել։ Եվ Հայաստանում կառուցվեցին նոր եկեղեցիներ, եթե մենք հիշենք, միայն Գյումրիում եւ Վանաձորում կարծեմ ամենտեղ մեկ հատ եկեղեցի կար։ Պլպլան ժամներ եւ գերեզմանների մոտ Վանաձորի եկեղեցին, այլ եկեղեցի ես այդ երկու քաղաքում չեմ հիշում։ Իսկ դրանից հետո սկսեցին կառուցել, վերանորոգել եկեղեցիները, երբ որ գալիս ես Հայաստան, Երևան եւ նույնիսկ ամենափոքր քաղաքներ ես գնում, ապա ամեն տեղ, ամեն թաղամասում եկեղեցիներ են կառուցել։ Երբ որ երկրի բնակչությունը ծայր աստիճան աղքատության մեջ էր եւ ինչ տվեց եկեղեցին Հայաստանի, եւ այս տականքը երբ որ եկավ, հաշվեց այդ եկեղեցիները, եկեղեցիների տարածությունները, եկեղեցիների մակերեսները, ունեցվածքները, որովհետեւ բոլորը անցնելու է այս տականքի։ Այս տականքը սատկեց հիմա էլ հաջորդին։ Սրա այս ամենի նպատակն էր, որպեսզի հայ ազգին նույնպես խեղաթյուրեն եւ դրանց մեջ արդեն 30-40-ը դա 37 եկեղեցական է եղել 91 թվականին, որոնք ամեն մեկը մեկ եկեղեցում էր եւ այդ հեռավոր եկեղեցիներում ոչ քաղաքների մեջ, իսկ այժմ 521 եկեղեցական կա։ Ինչպես դպրոցներում տեսեք, որքան առողջ այս լակոտները գնացել են եկեղեցական դառնան, որպեսզի բանակ չգնան, սահման չգնան եւ ձեռքը դրել է այս լակոտներից մեկը, նաև այս մեկը, որը կարող էր սրա հետ նույնպես զինվոր դառնալ։ Գլխին եւ այս զինվորը փոխանակ վերքենա մի հատ էլ շանտ ուր սրան, դեմը չոքել եւ սա խաչը դրել է գլխին եւ աղոթում է։ Թե ինչն է աղոթում, նրա մահն է աղոթում, երբ որ իրենց վրա ծախսված պետական գումարները հնգակի ավելի շատ են, քան բանակի վրա գումարները եւ այսօր էլ, քանի որ բանակին ոչնչացրեցին, եւ այսօր էլ այս ամենը Նիկոլը նվիրելու է մի մասը Վատիկանին, ու անցած ֆիլմում ասացի Վատիկանը ուր է գնալու, մի մասն էլ թուրքերն են վերցնելու։ Այս է ամբողջ խնդիրը եւ այստեղ էլ չեք հասկացել, որ ինչի շատացրեցին քանակը, այստեղ կան պորնիկ լակոտներ նաեւ տարիքով, թե փոքր տարիքով, մի մասը բանակից վախենալով, մի մասը նարկոման, մի մասը հոմոսեքսուալիստ, ամենքի վրա մի պատճառ ունենալով, մի ալիբի ունենալով, նաև ԱԱՑ-ն դարձել է իրենց գործակալը, որ այսօր Գարեգինի դեմ դուրս գան եւ Գարեգինին գահանքեց անեն, բերեն մեկ այլ մեկին, որը հետագայում ասի մտնում են կաթոլիկ եկեղեցու մեջ, այդտեղ էլ ամբողջ հարստությունը գնա, հետո կաթոլիկն էլ հրաժարվի, թուրքերը գան վերցնեն եւ այդպես հայերի եւ հայ եկեղեցու ամբողջ պատմությունը միանգամից գնա ջուր ընկնի եւ վերջանա մեր ազգը։ Սա է այս ամբողջի նպատակը, սա է եւ այստեղ եւ Ռոբիկի ժամանակ, եւ Սերժիկի ժամանակ, եւ Նիկոլի ժամանակ միայն վանքեր են կառուցում եւ չմոռանամ ասեմ, նաեւ այս տականքը արդեն Քրիստոսի մի քանի տասնյակ մետրանոց նաեւ Արցանն է փորձում կառուցել, չգիտեմ որտեղ։ Արցախի պատերազմում գումար չուներ, թաքնվեց մտավ, Նիկոլին խնդրեց որ իրեն բերդը նետեն, լակոտն էլ չուղարկեց այնտեղ նորմալ գումար կամ
պաշտպանեին Արցախը, իսկ Քրիստոսի արձանի համար գումար ունի։ Այս ամբողջը սրա կեղտոտ խաղերն էր եւ նաեւ Գարեգինին նշանակողը այս տականքն էր, այս ամենը կատարելով Գարեգինին այսօր սա է հրանք տալիս, որ ասել են պետք է կատարես։ Միգուցե Հայաստանում չեն հասկանում, որ այս արդեն 89 մոտիկ տականքը ավելի զզվել է, քան Նիկոլ եւ մնացածը միասին վերսրած, եւ սրանով է միշտ ասել եմ, նախ պետք է սրան սատկացնել, հետո մյուսներին։ Երբ որ սա չլինի, մյուսները երևի ավելի ազատ շունչ քաշեն եւ կարողանան նաեւ հետադարձ քայլ կատարել։ Այսքան այսօրվա մասին ուկրաինական պատերազմը ինձ թվում է հասկացաք, եւ այդ պատերազմը դա Արցախյան պատերազմի նման 30 տարի Արցախյան պատերազմը ամենաերկար պատերազմն էր վերջին 200 տարվա մեջ։ Դա կատարեցին հատուկ նրա համար, որպեսզի հայերից թուլացնեն, հետո բրուտը 30 միլիոն, 15 միլիոն, 40 միլիոն նաև ֆրանսիացի գումարներ տան Ալիևին եւ նաև զենքերը ստիպեն Ռուսաստանը տա եւ իրենք տան եւ նաև իրենց այդ ամբողջ ռազմական անձնակազմով Հայաստանում էլ այդ տականքներով ասեն տեղերը հայերին ոչնչացնեն։ Նորից եմ կրկնում, եթե ներսից կողը չլինի Հայաստանին չեն կարող, թեկուզ այդքան փոքր Հայաստանին չեն կարող վերացնել կարող են միայն ատոմային բոմբով։ Իսկ եթե ժողովուրդը միավորված է եւ ներքին տականքներ չկան, ապա երբեք չեն կարող ազգին վերացնել, թեկուզ նաեւ եկեղեցի։ Նորից եմ կրկնում, նախորդ ֆիլմում ասացի, Տեր կանգնեք ձեր եկեղեցուն, քանի որ նրա հարստությունները եւ արտասահման, եթե Հայաստանն էլ վերանա արտասահմանում, ձեր կապերը միայն եկեղեցու միջոցով է լինելու եւ հայ մնալը միայն եկեղեցու միջոցով այսօր լեզուն եք մոռացել, միայն աղոթներն եք կարողանում հիշել, որ հայ եկեղեցու անդամ եք։ Հայերի 90%-ը ոչ հայերեն գրել գիտի եւ ոչ էլ հայերեն կարդալ։ Անհարմար է սա, ուղղակի։ Կլինեն այլ հարցեր, կպատասխանեմ, նաև հարցեր են եղել, որ նորից եմ կրկնում նախորդ ֆիլմից, ես ասել եմ մշակվող բույսերը, օրինակ պոմիդորը մշակվող բույս է, կարտոֆիլը մշակվող բույս է, եթե կամ վերցնենք արևածաղիկը մշակվող բույս է, եթե մենք այդ երեքը վերցնենք և 1000 տարի չմշակենք, ապա նրանք կվերանան։ Եթե 100 տարի էլ չմշակենք, նրանք կվերանան։ Կդառնան ինչ-որ մի ուրիշ բան վայրենի, բայց ոչ պոմիդոր, ոչ արևածաղիկ եւ ոչ էլ, քանի որ դրանք արհեստական ստեղծվածներ են, հայ աստվածների ձեռքով, կվերանան դրանք։ Իմիջիայլոց մի քանի մոլախոտի տեսակ նույնպես հայ աստվածներն են ստեղծել, որովհետեւ մարդիկ եւ աշխատասիրություն ունենան, ֆիզիկականները տեղը լինի, եւ միևնույն ժամանակ, երբ որ այսպիսի պայմաններ լինի, ապա մոլախոտները կարողանան հաղթել մշակվող բույսերին եւ եթե մենք չենք, ապա նաեւ դուք պետք է չլինեք։ 111-ը դրա վրա մեծ աշխատանքներ է կատարում։ Իսկ ինչով է պայմանավորված 111-ի աշխատանքները, երբ որ ես կունենամ նրանցից հաղորդագրություն, ինձ թվում է նրանք հետևում են նաև ձեր գրածներին, կասեն եւ ես ձեզ կհայտնեմ, ես նրանց հետ կապ ունեմ միայն երբ որ իրենք են տալիս թե ինչ են ցանկանում կամ ինչ են կատարել, այսքան։